Երվանդունիներ vs Աքեմենյան, Իրան։ Քրիստոսից առաջ 6-րդ դարում մերձավոր արևելքում հայտնվեց մինոր գերտերությունը, Աքեմենյան տերությունը։ Նրա հիմնադիր Թյուրոս մեծը կարճ ժամանակում նվաճեց հսկայական տարածքներ, ստեղծելով աշխարհի ամենամեծ կայսրություններից մեկը։ Այդ ժամանակ հայկական լեռնաշխարհում իշխում էին երվանդունիները։ Նրանք կառավարում էին Հայաստանը եւ փորձում պահպանել իրենց իշխանությունը տարածաշրջանում տեղի ունեցող մեծ փոփոխությունների պայմաններում։ Աքեմենյան Իրանը հայտնի էր իր զորբանակով, հսկայական տարածքներով եւ զարգացած կառավարման համակարգով։ Կայսրությունը բաժանված էր սատրապությունների, իսկ յուրաքանչյուր շրջանը ղեկավարում էր սատրապը։ Հայաստանը նույնպես ժամանակի ընթացքում հայտնվեց Աքեմենյան տերության ազդեցության տակ։ Սակայն Հայաստանը պարզապես նվաճված տարածք չէր։ Երվանդունիները շարունակում էին պահպանել իրենց իշխանությունը եւ հաճախ կառավարում էին Հայաստանը որպես տեղական արքաներ կամ կառավարիչներ։ Նրանք համագործակցում էին պարսկական արքաների հետ, բայց միևնույն ժամանակ պահպանում էին հայկական ավանդույթներն ու իշխանությունը։ Եթե Աքեմենյան Իրանը հայտնի էր իր միլիոնավոր բնակիչներով եւ հսկայական բանակով, ապա երվանդունիները հայտնի էին իրենց տոկունությամբ եւ հայկական պետականության պահպանմամբ։ Նույնիսկ մեծ կայսրության ազդեցության տակ Հայաստանը շարունակում էր գոյատևել որպես կարևոր երկիր։ Պարսկական արքաները հասկանում էին Հայաստանի կարևորությունը, հայկական լեռնաշխարհը կարևոր ճանապարհների եւ ռազմական ուժի կենտրոն։ Հայերը նաեւ հայտնի էին իրենց հեծելազորով եւ մարտական կարողություններով։ Ժամանակի ընթացքում Աքեմենյան տերությունը թուլացավ։ Քրիստոսից առաջ 330 թվականին Ալեքսանդր Մակեդոնացիը հաղթեց պարսկական բանակներին եւ կործանեց Աքեմենյան կայսրությունը։ Բայց նույնիսկ այդ մեծ փոփոխություններից հետո հայկական պետականությունը շարունակեց գոյություն ունենալ։ Երվանդունիները մնացին Հայաստանի պատմության կարևոր մասերից մեկը եւ ճանապարհ բացեցին հետագա հայկական թագավորությունների համար։ Շնորհակալություն դիտելու համար։ Եթե սիրում ես Հայաստանի հին պատմությունը, մի մոռացիր լայքել եւ բաժանորդագրվել։